Բեմին Հայաստանի բուհերում սովորող չինացի ուսանողներն են, հայկական ազգային պարեր են կատարում։ Չինարեն երգերը հնչում են հայ ուսանողների կատարմամբ։ Չինական երգի երկրորդ միջբուհական մրցույթ փառատոնն է Երևանում անցկացվում։ Հայ-ռուսական համալսարանում միջոցառումն անցկացվում է Բրյուսովի համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Միջոցառմանն աջակցում է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը։ Ներկա է նաև Չինաստանի դեսպանը։ Նա ասում է, նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են լեզվի ուսուցումը, այլև ամրապնդում են հայ-չինական մշակութային կապերը։ Շատ ուրախ եմ տեսնել այսքան շատ ուսանողների եւ դասախոսների։ Նրանց երգերի միջոցով զգացի, որ չինարենի իմացության մակարդակը բավականին բարձր է։ Հույս ունեմ, որ նմանատիպ միջոցառումները կշարունակվեն եւ ավելի կխորացնեն մեր ժողովուրդների բարեկամությունը։ Միջոցառման գլխավոր նպատակը հենց երկու մշակույթների միջև նոր կապեր ստեղծելն է։ Հայ ու չին ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն։ Նման նախաձեռնությունները նոր շունչ են հաղորդում այդ բարեկամությանը, ասում են դրա կազմակերպիչները։ Այս ավանդույթը արժի շարունակել եւ մշակույթը լավ միջոց է տարբեր ժողովուրդների երիտասարդությանը ավելի սերտ դարձնելու առումով։ Եվ ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ գնում ենք նրան։ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճում է տարեց տարի, մեծանում է պետական բուհերում չինարենի կուրսեր անցնող ուսանողների թիվը։ Միջոցառման հիմնական մասնակիցները հենց նրանք են։ 11 ուսանողներից մեկը սակայն ֆիզիկական, կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտից է, որտեղ չինարեն կուրսեր չեն դասավանդվում։ Իր կատարած չինարեն երգով նա գրավում է հանդիսատեսի սիրտը, ավարտին ստանում ունկնդիրների համակրանքի մրցանակը։ Այսինքն ընդլայնվեց շրջանակը, գոնե մեկով։ Ես համարում եմ սա շատ կարևոր միջոցառում, այն առումով, որ երգը, երաժշտությունը նույնպես միջոց է ժողովուրդների բարեկամության եւ սերտացման։ Միջոցառմանը մասնակցող բոլոր ուսանողները դեսպանատան եւ համալսարանների կողմից պատվոգրեր ու նվերներ ստացան, որպես փոխադարձ բարեկամության խորհրդանիշ։